Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան հարձակման անցնելու, Քոչարյանին ու նրա ընտանիքին սատկացնելու էր հանգստացել։ Վերջին օրերին մեծից փոքր ժամը 1 լայվ են մտնում ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին։ Կրկնում անցած 7 տարիներին շրջանառված հետո հերկված լեգենդները։ Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների ամեն երկրորդ նյութը նրա մասին է։ Էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար բոլորը նեգատիվ տոնայնության մեջ։ ՔՊ-ում չեն կարծում, որ սև PR-ն էլ է PR եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ։ Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկիների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված եւ վրեժի ծարավ ունի։ Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Իդեպ ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ Գրեհիկ բարապաշտարն է դրան միտված, վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա աժնիստերը վերածել բոյի բեսպրավիր տեսարանների, Քոչարյանի թիմակիցների, հատկապես որդու դեմ։ Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առևտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի 1 տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին բաժնի պետի գլխավորությամբ հետ է կանչել աշխատանքի Պետը ասում են իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են, այսինքն ազատվել է ոչ յուրայիններից։ Ասում են Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Իդեպ ավականո վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել, պարզվում է վերջերս քթի վիրահատություն է տարել եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել։ ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴԱԳ-ն հայտարարություն տարածեց ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ ավանդույթի համաձայն ցաղիկներ կզետեղեն անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ եւ ծաղկեպսակը կվեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երեկ պարզվեց, որ ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից։ Նա միայն ծաղկեպսակ է ուղարկել, թերևս ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է, բայց ՌԴԱԳ-ն դա փորձեց կոմպենսացնել անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով Արարատի ֆոնին։